տաղավարին հյուրընկալել ենք պայքարի ակտիվիստ առաջամարտիկ Մեսրոբ Եղիազարյանին, Մոսոյին, Կարոտ ձեզ պարոն Եղիազարյան։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք սոցիալական խնդիրներից, ներքին քաղաքական անցուդարձից, ինչպես կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի այս քարոզարշավը, ինչ են նրանք անում եւ ինչ են ուզում ցույց տալ այսօր։ Բարև ձեզ։ Հարգելի եւ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության ապրող ժողովուրդներ, խոսքս վերաբերվում է ոչ միայն հայերին, եզդիներին, ասորիներին, մնացած բոլոր ազգերին, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում, սա մեր հայրենիքն է։ Իհարկե ես դեմ էի ու հիմա էլ եմ դեմ ընտրություններին, բայց մենք չունենք, մեզ բերի հասցրել են այն կետին, որ մենք չունենք այլ ընտրանք հիմա։ Որպեսզի ազատվենք այս բարոյական օրենքներից զրկված վիժվածքների ոհմակից, մենք պետքա չնստենք տանը, մենք պետքա գնանք բոլորս ընտրատեղամասեր։ Ճիշտ հասկացեք, այս վիժվածքների երազանքն է, որ քիչ մարդ գնա ընտրատեղամաս, ցածր լինի, ընտրողների մասնակցողների թիվը, ընտրության մասնակցողների թիվը, արեք ճիշտ հասկանանք, սա քաղաքական ընտրություններ չի, սա Հայաստանը լինելու, չլինելու ընտրություն է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, մի կողմ դնենք մեր ամբիցիաները, մի կողմ դնենք մեր զգացմունքները, կամ միայն մի զգացմունք, դա պետք է միայն աշխատի հայրենասիրություն, ազգասիրություն։ Մենք պետք է պայքարենք այս ոհմակի դեմ, որպեսզի հեռացնենք իշխանություններից։ Ճիշտ ասած, ես դեմ էի ամբողջովին դավաճանների օրակարգով գնալ ընտրությունների, բայց փաստի առաջ ենք մենք կանգնած։ Մենք պետք է հիմա ամեն ինչ անենք, որ սրանց հեռացնենք իշխանությունից։ Իհարկե ես կցանկանայի մինչև ընտրությունները մենք մեր անհնազանդությունը ցույց տայինք այս ոհմակին, որ մենք չենք ցանկանում, որ դուք ձեր օրակարգով գնաք ընտրությունների։ Սիրելի ժողովուրդ, սրանք փորձում են ձեզ կաշառել, թոշակներն են 10,000 դրամով բարձրացնում, ինչ-որ խոստումներ են տալիս ձեզ գյուղերում, այո, դրանք կատարելու են իրանք, այդ թոշակները բարձրացնելու են, բայց ում հաշվին, դրսից թշնամական փողերի հաշվին ինձ թվում այդպես, որովհետև բյուջեն այդ հնարավորությունը չունի։ Մի համաձայնվեք, մի նստեք տներդ, մի ենթարկվեք այս ոհմակին, սա իշխանություն չի, սա ընտրված իշխանություն չի, դեռ 21 թվականին սրանք մեծ կեղծիքներով գնացին, իշխանություն վերցրեցին, հիմա սրանք դա շարունակելու են, բայց այս անգամ մենք դա թույլ չենք տալու, չի լինելու սահմանադրական դատարան միայն կեղծիքների պատճառով, լինելու է մեր բողոքը, մեր անհնազանդությունները խաղաղ։ Մենք պետք է լավ հասկանանք, սա լինել չլինելու կռիվ է։
Սա ընտրություններ չի, սա կռիվ է։ Այս վիժվածքները մարդկանց բանտերում են, բանտերով են վախացնում, ձերբակալություններով։ Այսօր որոշվում է Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի առաջնորդի հարցը դատարանում։ Ես կցանկանայի, որ բոլորդ գնայիք դատարան։ Այս վիժվածքը վախենում է ուժեղ հայից։ Նա սարսափում է։ Նա լավ է հասկանում, որ Սամվել Կարապետյանի վրա նա չի կարա կեղտման գա, չի կարա գնի, նրա միակ վարիանտը Սամվել Կարապետյանին պահել փակի տակ, բայց դա կապ չունի։ Մենք այս երկիրը պետք է մաքրենք այսպիսի վիժվածքներից։ Ձեր օգնությամբ, սիրելի ժողովուրդ, ձեր օգնությամբ։ Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք ընտրություններից հետո, սրանց կեղծած ընտրություններից հետո, եթե կեղծեն ընտրություններից, կեղծելու են հաստատ, որովհետև իրանք ուրիշ վարիանտ չունեն, որովհետև մոտավորապես ժողովրդի 90%-ը ատում է սրանց, ատում։ Այն ուժերը, որ կհամաձայնվեն սրանց հետ գնալ ազգային ժողով, այդ ուժերը նույնպես կգնան քաղաքական գերեզման, ոչ թե քաղաքական աղբանոց։ Աղբը երբեմն վերամշակվում է, նրանք կգնան քաղաքական գերեզման։ Երկրի փրկությունը քո ձեռն է, հայ ժողովուրդ, քո ձեռքը, Հայաստանը խնդրում է քո օգնությունը, քո հայրենիքը քո օգնության կարիքն ունի, պետք է ոտքի կանգնել, պետք է աշխատենք այս վիժվածքներին մինչև ընտրությունը հեռացնենք իշխանությունից, եթե չէ, ունենք մի ճանապարհ մնացել ընտրությունները, մեզ տարան ընտրությունների, հիմա պետք է անպայման չնստենք տներս, գնանք ընտրատեղամաս, պետք է այնպիսի ցուցանիշ մենք ցույց տանք, որ աշխարհը ասի հայը ազգ է, ոչ թե 21 թվականի պես մեզ ասեն մենք ազգ չենք, չնայած մենք ազգ ենք, մենք նրան չենք ընտրել, նա կեղծիքներով է դարել, նորից եմ կրկնում։ Այս անգամ դրեք ամբիցիաներդ մի կողմ։ Ես էլ շատ մարդկանց չեմ սիրում, ատում եմ, բայց դա կապ չունի։ Իմ թշնամին անգամ, եթե Նիկոլին դեմ է, նա հիմա իմ ընկերն է։